Հայաստանի ամենախոշոր 5 ընկերություններն 9 ամսում ապահովել են պետական բյուջե մուտքագրված ամբողջ հարկերի ավելի քան 10%-ը։ Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է հունվար-սեպտեմբերի տվյալով Հայաստանի 1000 խոշոր հարկվճարողների ցանկը։ 1000 ընկերություն միասին 9 ամսում բյուջե են վճարել 1 տրիլիոն 439 միլիարդ 339 միլիոն դրամ։ Սա 8.8%-ով կամ 116 միլիարդ 133 միլիոնով ավելի է 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Առաջատարը Mobile Center Art ընկերությունն է 52 միլիարդ 496 միլիոն դրամով, հաջորդում է Grand Tobacco 45 միլիարդ 943 միլիոնով, երրորդը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է 36 միլիարդ 141 միլիոնով։ Թե ինչպես է Mobile Center Art-ը առաջին տեղում հայտնվել գերազանցելով 4 տարի անընդմեջ այդ դիրքը զբաղեցրած պղնձամոլիբդենային կոմբինատին, իր բացատրությունն ունի։ Ընկերությունը զբաղվում է տեխնիկայի եւ բջջային հեռախոսների ներմուծմամբ եւ վաճառքով, բայց մեծ մասը վաճառում է մեկ այլ ընկերության, որը արտահանում է։ Այս պարագայում իհարկե արտահանող ընկերությունը վճարված հարկերը ետ է ստանում։ Եթե փորձենք զտել արտահանված ապրանքների մասով վերադարձված գումարները, Mobile Center-ը չի հայտնվի առաջին տեղում, այլ կհայտնվի 36-րդ տեղում, եւ նրա վճարած հարկերը զուտացման արդյունքում կկազմի 7.1 միլիարդ դրամ։ Օրինակ 2000 մինչև 2022 թվականը Mobile Center-ը հենց այդպես էլ աշխատում էր եւ 2021 թվականին նա 40-րդ հորիզոնականում էր։ Ինչ վերաբերում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, եթե այս տեմպերով ընթանա, ապա տարեվերջում դիրքերը կբարելավի, կարծում է Վրեժ Մխիթարյանը։ Պետ փոխնախագահն անդրադառնում է ցանկի ոլորտային բաշխվածությանը։ Ցանկում հիմնականում գերիշխում են մեծածախ մանրածախ առևտուրը, 1000 խոշոր հարկվճարողներից 389 հարկվճարող այս ոլորտին են պատկանում, որոնք վճարել են 518.9 միլիարդ դրամ հարկ, որը կազմում է ամբողջ զանգվածի մեջ 36.1%-ը։ Հաջորդը դա մշակող արդյունաբերության ոլորտն է 144 հարկ վճարողով, որոնք վճարել են 229.2 միլիարդ դրամ հարկ կամ ամբողջի մեջ 15.9%-ը։ Խոշոր հարկվճարողները միասին 9 ամսում ապահովել են ամբողջ հարկային մուտքերի 71.5%-ը։ Այս տարի առաջի 10 խոշոր հարկատուները 1000 խոշոր հարկատուների շարքում զբաղեցնում են ընդհանուր տեսարակարար կշռով պետական բյուջե մուտք գործած գումարների 20%-ը միայն, ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24%-ի։ Հատկանշական է այն, որ երկու բանկային գործառույթներ իրականացնող կազմակերպություններ առաջի 10 հորիզոնականում են, որը իրենից ենթադրում է տնտեսական ակտիվության եւ շարժի գրավականը։ 1000 խոշոր ընկերություններից 831-ը մայրաքաղաք Երևանում են գրանցված։ Նրանց բաժին է ընկնում ընդհանուր մուտքերի 84.5%-ը։ Ցանկում տեսակարար կշիռը ավելի մեծ է այն կազմակերպությունների, որոնք հանդիսանում են ներկրող կամ ապրանք վաճառող կազմակերպություններ, բայց ոչ այնպիսին, քան արտադրողները, որը հենց պետական տնտեսական շահերի հետ կապված կարող է առաջանալ բախումներ, որովհետև տնտեսության զարգացվածության աստիճանը չափվում է նաև նրանով, թե արտադրողականությունը ինչքան է բարձրանում այդ տվյալ երկրի։ Եթե նախորդ տարվա 9 ամսվա տվյալով ցանկում հայտնվելու համար պետք էր վճարել առնվազն 233.3 միլիոն դրամ, այս տարի 1000-րդ տեղը զբաղեցրած ընկերությունը վճարել է 269.1 միլիոն դրամ։ 196 հարկվճարողներ նոր են հայտնվել ցանկում, որոնք վճարել են 103.9 միլիարդ դրամ հարկ։ Այս կազմակերպություններից օրինակ մանրամեծածախ առևտրի ոլորտում գործունեություն իրականացնողները 72-ն են, շինարարության ոլորտում 42-ն են, արտադրության ոլորտում 24-ը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում 12-ը։ Այսինքն սա նույն վկայում է այն վիճակի մասին, որ տնտեսությունում ակտիվ եւ դինամիկ շարժ կա բոլոր ուղղություններով։ 9 ամսում 1000 խոշոր հարկվճարողներին պետբյուջեից ավելացված արժեքի եւ ակցիզային հարկերի գծով վերադարձվել է 60 միլիարդ 444 միլիոն դրամ։ Նիկոլայ Ավետիսյան, Արման Թովմասյան, լուրեր։